Armenia Tree Project-ը, Մատենադարանը եւ ԱՀ կոլեկտիվը միավորում են ուժերը Մատենադարանի հետևի բլրի լանջի այդ լքված տարածքը կենդանի պարտեզի վերածելու համար։ Նախագիծը հիմնված է համատեղ ստեղծագործական մեթոդաբանության վրա, որը միավորել է արվեստագետների, լանդշաֆտային դիզայներների, ճարտարապետների, քաղաքաշինարարների, թանգարանային հետազոտողների, բուսաբանների, գիտնականների, նաեւ հենց տեղի բնակիչներին։ Այս հետաքրքիր եւ կարեւոր նախաձեռնության մասին այսօր կխոսենք մեր չքնաղ գեղեցկուհի հյուրերի հետ։ Armenian Tree Project ռազմավարական գործընկերության եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյան, ԱՀ կոլեկտիվ նախագծի ղեկավար Նաիրի Խաչատուրյան։ Բարի լույս։ Բարի միաժամանակ հենց այդ ցուցահանդեսի մասին խոսենք։ Շատ լավ լուրով ենք եկել մեր քաղաքի, մեր մայր թանգարանի, Հայաստանի Մատենադարանի հետևի լանջը, որը տարիներ շարունակ ի սկզբանե լքված տարածք էր, հիմա վերածվում է ծաղկող այգու։ Այս նախաձեռնությունը իրականում շատ կարևոր է մեզ համար, բոլորիս համար։ Armenian Tree Project-ը Հայաստանում կանաչապատման, անտառապատման ու անտառվերականգնման առաջատար կազմակերպություններից է ու մեզ համար կարևոր է միջավայրը, ոչ միայն անտառների, այլ նաև քաղաքային միջավայրը։ Ու երբ համագործակցության առաջարկը եղավ Մատենադարանից, միանգամից լծվեցինք այդ գործին, որոշեցինք, որ քանի որ Մատենադարանը իսկապես առանձնահատուկ տարածք է ու այդ այգին կամ պարտեզը կամ պուրակը Մատենադարանի հետևում չպետք է լիներ պարզապես տարածք, այլ պետք է դառնար միջավայր, որը եւ կապված էր Մատենադարանին եւ քաղաքի միջավայրի ինչ-որ մասը պետք է կազմեր, այսինքն օրգանական պետք է լիներ, ոչ թե արհեստածին ինչ-որ բան։ Որոշեցինք, որ դրա մեջ պետք է շատ լրջորեն մտածված մեթոդաբանություն լինի ու մոտեցում լինի։ Մենք շատ հաջողակ էինք այդ ընթացքում, որ հանդիպեցինք ԱՀ կոլեկտիվին եւ այն ինչ որ մենք մտքում ուղակի ունեինք այսպես абստրակտ բաներ, վերածվեց իսկապես մեթոդաբանության ու մոտեցման ու հիմա ունենք շատ գեղեցիկ կոնցեպտով բան, որը ծնվելու է մեր քաղաքում ու մինչև Նայիրին խոսքս փոխանցել է, ասեմ, որ մեզ համար սա շատ կարևոր ու խորհրդանշական էր, որովհետեւ այս տարի Հայաստանի կենսաբազմազանության, գիտեք, կոնֆերանսն է հյուրընկալում COP17 հոկտեմբերին, շատ կարևոր միջոցառում երկրի համար, երկրի դեմքը ցույց տալու համար, մեր մշակութային ու նաև բնության ժառանգությունը ցույց տալու համար եւ ուզում ենք, որ անենք ինչ-որ բաներ, որոնք նաև խորհրդանշական կլինեին, այսինքն ոչ թե գնանք հին այգիներ, հին անտառներ ցույց տանք, 20,000-ից ավել մարդ է գալու 50 երկրից Հայաստան ու մենք շատ ուզում ենք, որ Հայաստանի բնական ժառանգությունը, բնության ժառանգությունը, որը մեզ համար նույնքան կարևոր է, ինչքան մշակութային ժառանգությունը, հավասարաչափ ներկայացված լինի։ Հույս ունենք, որ Մատենադարանի այգին արդեն ներկայանալի կլինի այդ ժամանակ եւ նաեւ COP-ի հիմնական միջոցառումներից կլինի, բայց Նայիրին շատ գեղեցիկ կպատմի ինչ է ընդհանրապես այս այգին, համաստեղծումն, քանի որ այստեղ խոսեցինք լանդշաֆտային դիզայներներ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ եւ այսպես շարունակ, այո։ Բնակիչներ նաեւ։ Անպայման, ամենից կարևորը աչքից։ Որ սիրեն այդ տարածքը, չէ, իրականում իրենց լումանել լինի։ Տեսեք, արևմուտքում արդեն տասնյակ տարիներ է, որ քաղաքային պլանավորման մեթոդաբանության մեջ co-creation, ուրեմն սահմանումով մոտեցում է կիրառվում։ Մենք հայերենով այս պահին ձևակերպեցինք համաստեղծական աշխատարան, որը եթե շրջանառության մեջ լինի, հույսով մի քանի անգամ պետք է շեշտեք, որ մարդկանց մոտ համաստեղծական։ Եվ այս անգամ երբ Armenia Tree Project-ի հետ սկսեցինք համագործակցել, մեր մոտեցումները իրոք շատ հարազատ էին եւ հասկացանք, որ Մատենադարանը եւ իր հարակից տարածքը, որ ժամանակին կանանչ եղել է, այսինքն եթե հին խորհրդային ժամանակվա լուսանկարներն այն կտեսնենք, որ ահագին ծառեր կային, պետք է ստեղծենք, տեսլականը ստեղծենք համատեղ ջանքերով, համատեղ պատասխանատվությամբ եւ այդ իսկ պատճառով ստեղծեցինք այդ համաստեղծական աշխատարանի ամբողջ վարժանքների մեթոդաբանությունը, որ երբ որ միջոլորտային, միջգիտակարգային մասնագետները համախմբվեն, շուրջ 40 հոգի մենք կարողացանք համախմբվել, մենք այգուն մոտենանք եւ մանավանդ տարածքին մոտենանք, տարածքը ընթերցենք շատ տարբեր դիտանկյուններով, որտեղ այգին նախ եւ առաջ մշակութային արտահայտություն է։
չէ, յուրաքանչյուր Բայց գեղեցիկ է խոսում։ յուրաքանչյուր երկրում Ճապոնիայից մինչև Ֆրանսիա, Անգլիա կամ մեր սիրելի հարակից Իրանը, իրենք դարերի հոլովույթում ձևակերպել են, թե իրենց այգին ինչ է։ Եվ շատ տարբեր է, չէ, անգլիական այգին, ֆրանսիական այգին, ճապոնական եւ այն, հայկական այգին դա ինչ է։ Եվ հետաքրքիր է այդ հարցը տալ տարբեր մասնագետներին, որտեղ հայկական այգի։ Եվ դե կգաք ամսի 6-ին եւ ասոցիացիա հետաքրքիր բան ասեցիք, ես ուզում լսել որպես մասնագետ։ Անգլիական այգին ես ունեք այդ խվոյինի տարածքը պատկերացրեցի ճապոնական ինչ որ սակուրաներ, այտենց վարդագույն է, այտենց հայկականի վրա, հա, դե իրենց մոտ ամեն ինչը լոպստած է։ Հայկականի վրա այսպես Դե տեսեք, եթե հին քարտեզները վերցնենք հենց բուն Երևանի եւ մի քարտեզ մենք ներկայացնում ենք, տեսնում ենք, որ ամբողջ Երևանը կանանչեր եւ պտղատու ծառեր կային։ Մեզ մոտ հայկական այգին եւ այգին ընդհանրապես պտղատու ծառերի հետ է ասոցացվում։ Երբ որ հետո շարունակում ենք նայել տարբեր քարտեզներ, երբ որ արդեն գայս է խորհրդային տարի, այսինքն Ալեքսանդր Թամանյան քաղաք այգի կոնցեպտը, որ էլի նաև Անգլիայից էր գալի, հետո երբ որ նայում ենք ընդհանրապես տեղագրական քարտեզները Երևանի, Երևանը բնական ամֆիթադրոն լինի։ Չէ, այսինքն որից բան չի մնացել ցավոք։ Որից առնվազն մատեդարադի հարագից լանջը մնացել է եւ սպասելու ենք։ Եվ երբ հետազոտությունն էինք անում եւ պատրաստվում էինք աշխատարանին, մենք նաեւ գնացինք այցելեցինք բնակիչներին։ Կասկադի եւ այս մատեդարանի տարածքի բնակիչներից մեկի մոտ գնացինք, ով ունի այգի, պտղատու այգի, որպեսզի հասկանանք լավ, այս նույն հողն է, նույն կլիման է, նույն դիրքն է։ Դուք ինչ եք այնտեղ արդեն տասնյակ տարիներ մշակել։ Եվ նաև տեղագրական իր դիրքը նույնն է, այսինքն այգին լինելու է դարավանդային։ Իսկ մենք եթե մեր Երևանի թաղամասերի անունները նայենք, ինչ կտեսնենք՝ Այգեստան, Այգեձոր, նույնն էլ Վանում Այգեստան։ Այսինքն մենք այգու հետ շատ սերմ հարաբերություն ունենք։ Դա մշակութային ոսպնյակն էր, անշուշտ նայում ենք ավելի քաղաքային նաև դիտանկյունով, թե լավ, հիմա Մատենադարանի դիրքը ամենից առանցքային փողոցի վրա է, այսինքն Մաշտոց Մատենադարան Մայր Հայաստան։ Շատ կարևորացնում է այգու ուրեմն դիրքը, քանի որ Սարանանջի նաև փողոցը կա եւ այդ փողոցից մեքենաներով շատ եք չեք անցել, տեսնում ենք շատ գեղեցիկ մեր լեռնաշխարհի նաև դիտակետ, այսինքն նաև այգին լինելու է դիտակետ, որպեսզի թե քաղաքը տեսնենք եւ թե Արարատսարը տեսնենք եւ Արագածը եւ Արան բազմաֆունկցիոնալ ստեղծան հարթակ է դա։ Դիրը նաև պատկերացնում եք Մատենադարանի հետևում է գեղեցիկ տեսանով դեպի քաղաք։ Դա էլի քաղաքային ճարտարապետական ավելի դիտանկյունով այգուն մոտենալն էր, բայց ամենից կարևորը ի վերջո բուսաբանականն է եւ Armenia Tree Project-ի նախաձեռնությունը Մատենադարանի հետ կարծում եմ շատ գեղեցիկ է, որտեղ նախ մասնավոր եւ պետական հաստատությունների համագործակցություն է։ Հետո Armenia Tree Project-ը ամենից հին ծառատնկման սփյուռքյան կազմակերպություններից լինելով շատ գեղեցիկ շրջան կարող է լինել, որ այն ծառերը, որ Armenia Tree Project-ը տնկում է իրենց տնկարաներում եւ հիմա բերելու են Մատենադարանի այգում տնկեն, ինչ որ մի գեղեցիկ շրջան է լինում։ Եվ մենք նաեւ ցուցադրության մեջ վերջում մի առաջարկ ենք տալիս հանրությանը եւ հաստատություններին, որ միգուցե շրջանաձև հոգատարության մի ձևաչափ, մի մոդել ստեղծվի։ Այսինքն կրթական ծրագրեր արվեն այգու մեջ Մատենադարանի մանկավարժների կողմից եւ բուսաբանների հետ միասին մտածեն, թե լավ, տարվա կտրվածքով, երբ որ արդեն այգին այգի լինի, կանանչած լինի, ծաղկած լինի, որ եղանակին, որ բույսի սերմահավաք կարելի անել։ Պատկերացրեք ապագա սերունդը, երեխաները, դպրոցականները երբ կան սերմահավաք անեն եւ այդ սերմերը վերստին տան տնկարանին Armenia Tree Project-ի։ Շատ գեղեցիկ մշակույթ եք ձևավորելու ըստ էության։ Շատ է կրթական, միջավայրը որպես կրթություն տալու նաև տեղ ու ձև։ Մենք շատ Նայրին նշեց Armenia Tree Project-ը մեզ համար շատ կարևոր է, որ այս կազմակերպությունը ստեղծվել է ապրումակցումից 94 թվականին Ոստանահայ բարերար Քերելի Մյուգարը երբ որ եկավ Հայաստան եւ տեսավ, հիշում եք, ծառահատում համատարած այդ սպանդը եւ այդ ապրումակցումից ծնվեց հենց անտառապատման ծառեր տնկելու
գաղափարը, ու մենք շատ ուզում ենք, որ այս նախաձեռնությունը հենց այդ ապրումակցման դրսևորումը լինի, որպեսզի չլինի վարձված ճարտարապետ, որը եկել է գեղեցիկ նախագծով, դրել ենք, վճարել ենք եւ իրականացել է, այլ լինի բոլոր կողմերի, այդ բոլոր տեսակի մարդկանց ու ոսպնյակների ներառումը, ապրումակցումը շատ կարևոր բան է եւ ուզում ենք, որ եւ իրականացումը եւ նախագծումը այդ ամբողջը լինի միասնության խորհրդանիշ, որովհետեւ դա նա ինչի մեզ բոլորիս պակասում է այսօր ու շատ ուզում ենք, որ գոնե մի դրսևորում լինի, որը թույլ տա մեզ միասին հավաքվել, ինչ որ բանի շուրջ այդ էմպաթիան ապրումակցումը հանդես բերել եւ գեղեցիկ միջավայր ստեղծել։ Եվ նաեւ կարծում եմ, որ այս տեսակ աշխատարանների միջոցով շատ տարբեր մասնագետներ շփվում են ուրիշ մասնագետների հետ եւ նոր նախագծեր, նոր մտքեր են ծնվում եւ նաեւ շատերը նորովի են ծանոթանում մատենադարանի ժառանգությանը։ Դրա համար նաեւ յուրաքանչյուր խմբի մեջ 40 հոգին որ հավաքվեց, հետո 6 հոգանոց խմբերով բաժանվեցինք, որպեսզի քննարկումները սկսվեն։ Մեկական գիտաշխատող կար մատենադարանից եւ շատ եմ ուզում մեջտեղ բերել Արմեն Սահակյանին, ով տարիներ, տասնյակ տարիներ մատենադարանի ձեռագրերից վերծանել է ամբողջ միջնադարյան բժշկագիտությունը եւ բուսագիտությունը եւ ցանկանում ենք, որ այգու մեջ յուրաքանչյուր խումբ դա ասած, որ այգու մեջ ինչ որ մի գոտի լինի, որը ձեռագրերի գոտին լինի, ճակերտների մեջ այսպես անվանումով, ուրիշ անվանում կարող է ստանալ։ Կապը մատենադարանն է։ Որպեսզի միգուցե այն բույսերը, որ ձեռագրերի մեջ նշվել են, այն բույսերը, որ օգտագործվել են կամ որպես դեղաբույս, կամ նույնիսկ Արմենը Սահակյան այն հեղինակն է, ով մեր մյուրոնն է պատրաստում տասնյակ բույսերով։ Նաև վերջերս միգուցե լուրերս եկան մինչև ձեզ, որ մատենադարանը թողարկում է մատենից ըմպելիքը, որ միջնադարյան արքաների ըմպելիքն է, որ նույնպես Արմենը Սահակյան տասնյակ տարիներ դա հետազոտել եւ մեջտեղ է բերել, այսինքն իրոք մեկ միասնություն լինի։ Այսինքն թանգարան մտնեն կամ ընթերցասրահ մտնեն, գրադարան, հետո գան այգի, խորհելու, ճեմելու, Ինչպես հաճախ դրսում նախանձով նայում են։ Տվեք ասել նախանձով իրականում հենց այդպես էլ կա, ասում ես լավ, ինչի էստեղ հնարավոր է, մեզ մոտ հնարավոր չէր։ Այդ փորձառությունը պատկերացրեք, մարդը գալիս է այցելուն Հայաստանի կամ հայ է, գալիս է մատենադարան ու մի ֆանտաստիկ գիտելիքի է առնչվում միանգամից։ Մենք հիմա մեր կյանքի ռիթմը այնպեսին է, որ շատ արագ այդ ամեն ինչի միջով անցնում ենք, չէ՞, ուղղակի տեսնում ենք, այդ տեսողական ընկալումը ստանում ենք ու գնում ենք, բայց պատկերացրեք, որ այդ փորձառությունը երկարի։ Դու կարող ես դուրս գալ այգի, ունենալ այդ դանդաղի շռայլությունները, տպավորություններ ստանալ, հոտեր, գույներ, բույսեր, այդ ամբողջականացնելու է նաև քո էմոցիոնալ ընկալումը մատենադարանի, ոչ միայն այգու։ Ու այգին նաև առանձին փորձառություն է լինելու։ Ոնց որ Նայիրին ասում էր, կարող են երեխաները գալ ուղղակի սերմահավաք անել, չգիտեմ, ճանաչել բույսը, այնտեղ ինֆորմացիոն վահանակներ կլինեն, որոնք թույլ կտան նաև սովորել ինչ-որ բաներ, տեղեկանալ ինչ-որ բաներից, իսկապես հույս ունենք, որ նոր միջավայր կլինի, այսքան երազանք, որ դրվել է այս այգու մեջ, հույս ունենք, մեր մատենադարանի գործընկերները ուղղակի պետք է ասեմ, ափսոսում եմ, որ այսօր երեքով չենք, որովհետև դա մի շատ ուժեղ տանդեմ էր, բոլորը միաժամանակ սինխրոն այս գաղափարին տրվեցին ու շատ մեծ աջակցությամբ մեր գործընկերները, այն բոլոր աջակցողները, նաև ֆինանսական աջակցողները, որոնք միանգամից միացան մի կոչով, շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար ուղղակի ինչ որ բան անելու մեր երկրի համար ու բնական ժառանգությունը ինչ որ ձևով նաև ցուցադրելի դարձնելու համար։ Եկեք խոսենք փետրվարի 6-ի ցուցահանդեսից։ Ինչ է սպասվում այդ օրը եւ այս ինչ սքանչելի բրոշուր է ձեզ հետ, այո։ Խորագիրը այգ է բացվում, մատենադարանի այգու տեսլականը։ Դե այգի ուզեցինք լեզվախաղ անել, բայց նաև ի վերջո որևիցե նոր նախագիծ, դա նոր արև լինի, նոր լույս լինի, նոր հույս լինի, որ ինչ որ դրական փոփոխություն է բերելու քաղաքին ու երկրին։ Ցուցադրությունը բաղկացած է ուրեմն մի քանի բաժնից, քարտեզները շատ արագ բացեցի, փակեցի, որպեսզի կոնցեպտները ձեզ չներկայացնենք այս պահին, որպեսզի գաք այցելեք ցուցադրությունը, նախ եւ առաջ հետազոտական մաս կա, թե ընդհանրապես Երևանի քաղաքը եւ այգին այդ ժառանգությունը ինչպես է եղել, այսօր ինչ է վիճակը, ապա մատենադարանի այդ հողատարածքի լանջի ուսումնասիրությունն է, լույսի ստվերի, հա, արևի ուսումնասիրությունը, որի վերջո շատ կարեւոր է բույսերի համար, նաեւ ընդհանուր
անորոշման քաղաքային ցանցը, թե Մատենադարանի այգու տարածքը ինչպես է կապվում Կասկադի հետ, Հաղթանակի այգի հետ, այդ առանցքային Մաշտոց փողոցի հետ եւ այլ կանաչ տարածքների հետ, եւ արդեն կենտրոնական ցուցադրության մասը դա համաստեղծական աշխատարանի արդյունքներն են, որ ներկայացնում ենք երկու բաժնում։ Նախ եւ առաջ բուն աշխատանքային նյութերը, 6 խմբերը, ինչ տարբեր տեսլականներ այդ մեկ օրվա մեջ, նաև ասեմ, որ շատ կարճ է մեկ օր, այսինքն միշտ կարելի է շատ ավելի երկար անել եւ նաև մեր հետազոտական ցուցադրության աշխատանքների մասը բավականին սեղմ էր, բայց կարծում եմ ունենք այն բովանդակությունը, որ արդեն տեսլականի վերածենք։ 6 տարբեր խմբերի քարտեզագրումները, թե այգին ինչ ձևավորում ունենա, ինչ բուսականություն, ինչպես կապվի այլ հանրային տարածքների հետ եւ ինչ մշակութային կապ ունենա թանգարանի հետ։ Ապա 6 տարբեր քարտեզների հիման վրա վերլուծությունից հետո ձևակերպեցինք 3 տարբեր այգիների ուղղություն տեսլական, որոնք արդեն Armenia Tree Project-ը, Մատենադարանի գիտխորհուրդը որոշում եւ միգուցե հանրությունը անշուշտ որոշում կայացնեն, թե այդ 3 տեսլականներից որ մեկը իրականանա։ Բուսաբանական ինչ որ հատված կա, ուր նույնպես մենք նշում ենք Armenia Tree Project-ի բուսաբանների հետ, յուղատնտեսների հետ, թե ինչ տեսականին այս կլիմայի, հողի, այդ տեղանքում կկարողանա աճի եւ ջեմուղիները, արտաքին շարժումը, ինչպես կլինի այգին քանի մուտք կունենա, արդյոք վերելակ կունենա, որտեղ բավականին լանջ դուր եկավ այս գաղափարը։ Հա, որ բոլորին նաև հասանելի լինի անպայման։ Այնպես որ շատ տարբեր բովանդակություն կա, որ ընդհանուր այդ գիտական մասնաշենքի ջերմասրահում ցուցադրում ենք, իսկ կենտրոնում այսպիսի կլոր մի հարթություն կա, ուր ներկայացնում ենք այդ տարածքի այսօրվա դրությամբ բուսադարան, նյութադարան։ Դա ինչ է նշանակում։ Երբ որ մենք աշխատարանը վարեցինք, այդ 40 հոգուն հնարավորություն տվեցինք, որ բարձրանան, ասենք բավականին մագլցելու փորձառություն ունեցանք, դեպս պայն ոչ աստիճան կա, որ ջեմուղի կա։ Բայց բոլորին ծրար տրվեց եւ իրենց առաջարկեցինք, որ այդ տարածքից ինչ որ նմուշ վերցնեն, որը որ իրենց համար այդ տարածքի բնութագիրն է տալի կամ այս պայն իրենց դա աչք ցակեց եւ նաեւ թե ինչպես կարող են նկարագրել այդ նմուշը եւ կտեսնեք որ կա բուսադարան, այսինքն բույսերի նմուշներ, բայց նաեւ կա նյութադարան, այսինքն միգուցե սրճեփ կամ կողպեկ կամ թուղթ կամ սիգարետի մնացորդ, այսինքն աղբ որը նաև խոսում է այսօրվա տարածքի մասին։ Խուլ իրավիճակի մասին։ Բայց նաև կա մի շատ գեղեցիկ հատված, ուր Armenia Tree Project-ի երկարամյա աշխատակից Տիգրան Փալազյանի գյուղատնտես ստեղծագործությունն է, որ կարծում եմ երեք Մատանանի տնօրենի հետ խոսում էինք, որ շատ գեղեցիկ կլինի դա նույնպես արտահայտվի արդեն հենց բուն այգում։ Ինքը շատ ավելի փոքր ծավալով է ստեղծագործել, ինչ է արել, տուֆ քարերը, որ աշտարակի ինչ-որ լքված հանքից վերցրել է, որ ծակոտիներ ունի, ծակերից մի քանիսը ավելի խոշորացրել է, հող է ավելացրել եւ սուկուլանտ է աճացրել, այսինքն փոքր քարե այգիներ է ստեղծել։ Դա էլ նույնպես ցուցադրում ենք, որտեղ կարծում եմ մեր լեռնաշխարհին շատ բնորոշ է եւ միգուցե ջեմուղիների արանքում փոքր քարե այգիներ նույնպես Ֆանտաստիկ։ Արդեն մենք կարծում եմ մեր բոլոր հյուրերը անհամբեր սպասում են, թե երբ են կարողանալու գալ, այցելել, տեսնել այդ ամեն ինչը կպնել, հատկապես երբ տաքանա եւ այդ հողի բույրը մենք զգանք, այսպես, չգիտեմ, ջերմացանք ես վստահ եմ կարող եմ ասել նաեւ մեր հեռուստադիտողների անունից, փառահեղ աշխատանք եք իրականացրել ի գործ, ձեզ հաջողություն, շնորհակալություն աշխատանքի այգին անverջ մեկ տարում չի, մենք բոլորս պետք է այդ աշխատանքին նաև օգնենք, առնվազն չփչացնենք։ Գոնե, չէ։ Գոնե չփչացնենք։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին այսօր եւ միշտ մեզ հետ մնալու համար։ Դիտենք տեսահոլովակ, իսկ դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ։ Հաճելի օր եմ մաղթում։